Եվ նրա որդին Բենոն գտնվելով հայոց սահմանին այսօր չէր կարող մայրիկի ծննդյան օրը անտարբեր գտնվել, որոնք մեր սալեցիներն են պատրաստել ու այնտեղ ապրում են։ Ոնց մունաթով նայում ես վեր ես։ Շատ նման է մեր մտածած տանը։ Օրեսում եմ էթում է։ Հակար չվախենաս։ Սա շատ լեգենդար կարուսել է։ Կյանքի կեսին պետք է ծաղիկներ տանք 101 վար, լրիվ սիրտս ա մտե, շատ հարմար է իր այդ տեղ գնալը։ Ինձ իմ ու Հովանեսից մնա միայն մոխիրն էլ տանեն են հնդկական ձևերով ցրվեն։ Ջան, շլովը լացում բայց։ Ջան, մենք ստենք, պապան կողը տա, չմտածես։ Ընդհանրապես ոնց։ Ոնց ասենք պապա, չես պապա ես։ Տես փոշու շորով ավելի հարմար է ժողովուրդ ջան։ Դու իմ այս կուտես տալիմներն է տենցել եմ։ Տարիս փոշու շորով։ Եվ ես նկատեցի ձեր կողքին է հիմա ձեր կյանքի կեսը, Տիկին բավականը։ Շատ եք ուզում, որ Արտակը այստեղ լինի, բայց նա այստեղ չի։ Պատկերացնում եմ, որ կաղայի ինքը էտի արածել է, հա։ Բարի, անեմ մեսան թուզվել ես։ Իսկ մենք այս մայրամուտը վայելելով գնում ենք դեպի Եղեգնաձոր։ Զինվորներն են, մեր քաջերն են կադրերում ընկերներ։ Բարեկամներ, հարգանքներս, այսօրվա մեր օրը սկսում է Վայոց ձորի մարզից, Եղեգնաձոր քաղաքից գնում ենք դեպի Սալի գյուղ, որը Վայոց ձորի գյուղերից է չնաշխարհիկ, որտեղ մարդիկ շարունակում են պայքարել, ապրել ու մնալ այնտեղ։ Գյուղը շատ վտանգավոր ռիսկային գոտում է, այսինքն մարդիկ հիմնականում ջահելները փորձում են այնտեղից դուրս գալ, գնալ ուրիշ տեղեր ապրելու, բայց դեռ որ շարունակվում է կյանքը, կան անուշ աղբերներ, ստեղծող աղբերներ, ովքեր այս գյուղը պահում են։ Հետևաբար Սալի գյուղը այս պահին առկա գեղեցիկ ապրող գյուղ է։ Եվ ես մաղթում եմ, որ այդ գյուղը սկսի ավելի ուժեղանալ, զորանալ եւ մարդիկ շատանան այնտեղ ապրող։ Հիմա ինքներդ կտեսնեք, կհամոզվեք ինչ գեղեցիկ գյուղ ենք մենք գնալու։ Եվ գնում ենք շատ սիրված մայրիկի 60-ամյակ շնորհավորելու, մեր տիկին Կարնեի 60-ամյակն է եւ նրա որդին Բենոն գտնվելով հայոց սահմանին այսօր չէր կարող մայրիկի ծննդյան օրը անտարբեր գտնվել, դրա համար մենք գնում ենք նրան ուրախացնելու, որդու սերն ու հարգանքը տեղ հասցնելու։ Շախբերը հիմա պահում է սահմանը, իսկ մենք այդ սահմանը պահելու արդյունքում կարողանում ենք ուրախ տրամադրությամբ լավ ձևով շրջենք մեր երկրով։ Այսօր էլ մեր ճանապարհները երկար են, կգանք հիմա կգնանք Սալի, հետո կգնանք Էջմիածին դվին ռեստորան, բարեկամներ, այսօր հագեցած օր է, հզոր օր է։ Իսկ մենք դեմ չենք ձեզ հետ կիսվել այս գեղեցիկ տեսարաններով, իհարկե մեր մեքենայի կարողություններով։ Պետք է նշեմ, որ արդեն ունենք հստակ մի հատ թիվ, որ մեքենան իմ ուզած ձևով վարել եմ, թե արագ, թե դանդաղ, մի խոսքով առանց մտածելու ծախսի մասին եւ 625 կիլոմետր տված հոսանքը կարողացել ենք վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում նաև Տիգրանաշենի ոլորանները իջնել բարձրանալով, ընդհանուր քշել ենք 450 կիլոմետր։ Դա բավականին լուրջ արդյունք է, ինչի համար ես գոհ եմ։ Այս մեքենան լրիվ իմ սրտով է։ Ու այս մեքենան պատկերացնում եմ, եթե սովորական մարդ քիչ քշող մարդ առնի, ինչքան գոհ կլինի այս մեքենայից, իր ամեն ինչով, իր տվյալներով ու կարողություններով։ Հա, բարեկամներ, կադրերում Գետապ գյուղն է, մեր մարզի գեղեցիկ գետապը, Վայոց ձորի գետապը, տեղակ եմ, որ Գետապ գյուղ էլի ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց սա կոնկրետ Վայոց ձորի գետապն է, ընկերներ։ Հիմա ես ու Հովանեսը գնում ենք դեպի Սալի։ Ով չի եկել Սալի, այսօր մեզ հետ առաջին անգամ կարող է լինել Սալի գյուղում, ինչը գովելի է։ Գնացինք առաջ։ Գեղեցկագույն Վայոց ձորյան տեսարաններով, ընկերներ, մենք գնում ենք առաջ դեպի Սալի։ Սալին գտնվում է դեպի Մարտունի ճանապարհի մոտավորապես 15-16-րդ կիլոմետրի վրա Եղեգնաձորից հաշված։ Իսկ մենք հիմա գնում ենք այնտեղ, եթե հարմար լինի անպայման մտդռնով կարելի է Սալին ֆիքսել, որ բոլորը տեսնեն Սալի թե իր մասշտաբների փոքրությունը, թե իր գեղեցկությունը, իր տեղը էլի, թե որտեղ են գյուղ հիմնել, սարքել։ Մենք էլ ամեն անգամ գնալուց մեզ լավ ենք զգում, որովհետև ինքը ամփոքր է, մեծ իր ձևով ու տեսակով։ Իսկ մենք այս տեսարանների մեջ գտնելով մեզ ավելի լավ զգալով գնում ենք անակնկալը անելու։ Այդ այսօրվանն է, ներևում էր կադրում, արտացոլվում էր։ Դա այսօրվա մյուս գեղեցիկ անակնկալի մի մասն է, բարեկամներ, կոնյակի նկարը, որը շուտով կհայտնվի իր բաժին կոնյակի վրա։ Հա, բարեկամները աչից ու ձախից շատ ինջուղն է,
որը ես շատ եմ սիրում։ Շատին գյուղից այն կողմ արդեն կարելի է ասել հաջորդ գյուղը գալիս է Սալին, հենց այս ճանապարհին մոտիկ։ Մինչ Սալի հասնելն էլ ձախի վրա արդեն դեպի Հորս տանող ճանապարհն է։ Երկու գյուղերն շատ լավն են։ Ուղղակի Սալին ավելի հարմար տեղում է գտնվում, ավելի մոտիկ, քան Հորսը այս ճանապարհից։ Իսկ այս ճանապարհը դեպի Մարտունի տանողն է, ինչպես նշեցի, որը վերանորոգվում է կտոր-կտոր, մնացել է երևի մի փոքր հատված, որ վերակառուցեն, հիմնանորոգեն, որ դառնա նորմալ բանի նման։ Այն էլ մինչև այն հատվածը վերանորոգեն, այս հատվածը կլի լեղ-լեղ բարի կգնա ընկերներ, որովհետև հիմա էլ արդեն շատ տեղերում առկա են փոսեր, ճաքեր, եւ դա մի բան է միայն նշանակում, օրինակ այս հատվածը ինչ էլ արին, մեկը այսպես հակ հանդվավ, դա ռելիեֆային առանձնահատկություններն են, էլի, ստիպում, որը տենց լինի։ Հիմա էլ մենք սենց մեր հայոց աշխարհը նկարելով գնում ենք, այս Վայոց-Ձորյան աշխարհն է, Վայոց-Ձորի գեղեցկությունն է, բարեկամներ, ովքեր որ հիմա դրսից մեզ հետևում են, իրենց հետաքրքիր է Հայաստանը։ Տեսեք այսպիսի տեսք ունի ճանապարհները, բնությունը, լարերը, սյուները։ Սա է մեր երկիրը, ընկերներ, ամեն ինչ լավ է, գնալով ավելի լավ է լինելու։ Մենք էլ ես լավ ու գեղեցիկ իրավիճակների մեջ մեզ ամեն անգամ ամենտեղ գտնելով փորձում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, ինչպես եւ չեմ կասկածում, որ բոլորս, ով ինչով կարող է օգտակար լինում, ինչով էս բարդ ժամանակները անցնեն, բայց պետք է արդարության համար նշեմ, որ հիմա բարդ ժամանակահատված է ոչ միայն Հայաստանի համար, այլ այն նաեւ ամբողջ աշխարհի, չէ՞ որ գերտերություններն են խառնվել իրար, պատերազմներ են ամենուր, որը որ իր վատ հետևանքները թողում է բոլորի վրա։ Ի վերջո բոլորս կապված ենք իրար հետ։ Մենք մի ընդհանուր էկոհամակարգի մի մասն ենք։ Բայց մենք պետք է այս խառնաշփոթի մեջ չկորցնենք մեր ազգայինը, մեր արժեքները, չէ՞ որ հենց այդ արժեքներն են մեզ առանձնացնում աշխարհում։ Այսպես եղել է դարերով ու կմնա։ Հենց Սալին է արդեն երևում, Հովանես, կադրերում Սալի գյուղն է, տեսեք ինչ գեղեցիկ է, լեռան գրկում, Սալին ծվարած եւ այնտեղ ծառերի արդեն բազմությունը ցույց է տալիս, որ այնտեղ ապրող մարդիկ հետևում են իրենց բաժին բնությանը, ինչքան կարող են լավ ու դա ստացվում է նրանց մոտ, որովհետև կանաչը աչքի են կնում, իսկ այդ անտառի միջից երևում են տանկատուրները, որոնք մեր սալեցիներն են պատրաստել ու այնտեղ ապրում են։ Նշեմ, որ Սալի գրվում է երկու լեյով, որ հանկարծ չստացվի Սալի գյուղը, ես չգիտեմ ինչ է նշանակում Սալի, բայց ենթադրելով աշխարհագրական տերմիններին ծանոթ լինելով, մտածում եմ սալերի վրա կառուցված գյուղ, Սալի, էլի, սալեր, էլի, տեկտոնական սալեր են, չէ՞ ասում, սալերի վրա կառուցված։ Երևի տես մի բան կլինի, բայց եթե մարդ կա, որ լավ տիրապետում է իր գյուղի անունին, անվան, ծագմանը, կխնդրեի մեկնաբանություններում ասի, մենք էլ կլսենք հաջորդ անգամ ավելի ճիշտ կմեկնաբանենք Սալի գյուղի անունը։ Իմ նշած տեղեր ընկերներ, որ ասֆալտը արդեն գրիժաներով հանդես է գալիս մեզ, սա նորակառույց ասֆալտ է, բայց արդեն գրիժայաշատ ճողվածքների մի բան ունենք։ Տեսեք Սալի, երկու լեյով ընկերներ, հանկարծ սխալ չարտասանեք Սալի գյուղ են գնում, բարեկամներ, գծանշումները այստեղ առկա են, սա նշանակում է, որ մեր մեքենան հնարավոր է ավտոպիլոտով աշխատի ու աշխատում, ասենք դաժե մեր գյուղում չի աշխատում, ստեղ աշխատում է տես։ Բայց ինքը մեջտեղ է բռնում, էլի։ Մեջտեղ է պահում ու նեղվում, հա, դե լավ, արի մի քշի։ Ասենք, այս գծանշումներին համահունչ որ քշի ինքը մեջտեղով է քշելու, ինքը չի ուզում մեջտեղով քշի, դրա համար անդադ դանդաղում էր։ Դրա համար ստեղ չենք փորձարկել։ Պետք է գծանշումները լավ լինի, որ այս մեքենան իրան լավ զգա, եթե լավ չի լինում, լավ չի զգում։ Տեսեք, մնաց երկու հաշված, այս պավառոտ շրջադարձ, որ մտնենք արդեն Սալի գյուղ։ Եվ հենց սկզբից այս տունը ես շատ եմ սիրում, ապրի այս տունը սարքողը, հենց գյուղ չմտած աչի վրա իր այգիներով, խնձորենիներով ու տարբեր տարատեսակ, ծառատեսակներով այս տունը ինչ շատ է դուր գալիս, ապրի կառուցողը։ Ահա, եւս մեկ անգամ գրված է Սալի, այի մի մասը չկար, բայց հուսանք կլինի։ Իսկ մենք արդեն հասնում ենք մեր տիկին Կարինեին, ում ծննդյանորն է այսօր, 60-ամյակը։ Եվ որդին հավերժ շնորհակալ է մայրիկին,
Նա իր էմոցիաներն ու զգացողությունները որոշել է այս անգամ այս ձևով արտահայտի մեր հզոր արծիվ Անուշ աղբերը, ով հիմա սահմանն է հսկում մեզ համար։ Իսկ մենք արդեն Սալի գյուղի համարյա թե կենտրոնում ենք, այնքան փոքրիկ է Սալի գյուղը, որ մի քիչ մտնում ես գյուղամեջ, արդեն կենտրոնն է գյուղի։ Փոքրիկ է տարածքով, բայց ոչ մարդկանցով։ Այստեղ մեծանուն մարդիկ կան։ Տես, հիմա այս իջա նկարագրածով սպիտակ երկու արկանի տուն, այս աչի վրայի տունն է, որը բավականին գեղեցիկ է մեր Բենո աղբերը կառուցել։ Այս հա փոքր աղբերներից կհարցնենք, ասենք Բենո այս տունն է, կասեն հա, կգնանք։ Աղբերներս բարի օր ձեզ, ո՞նց եք։ Աղբերներ Բենո այս տունը ո՞րն է։ Հա, Բենո։ Չեմ մեթեմ։ Բայց իմացար որ Բենոն, որ հիմա բանն է, պոստերա։ Կարինե է իր մամայանն։ Դուք Սալեցի եք։ Այդ կան մեզ գյուղ չի, պետք է իմանայիք, մանավանդ դու։ Բանես մուննաթով նայեմ էսվել ես։ Դե լավ, եթանք տնանք ինչ ենք անում։ Դե Բենոյի բացատրածով պետք է որ այս տունն էլի, ասած երկու հարկանի սպիտակ տուն, հետևաբար սպիտակ տուն երկու հարկանի գյուղամեջ ես եմ համարում ես, սա շատ նման է մեր մտածած տանը, որ ես ու եմ եթում է, հարս եմ եթում, Հովանես դու էլ ձեն չես անում, գնայինք հարված էինք մեքենան Միրյանի վրա։ Ընդ ոնց անք իմ արև։ Տեսար ինչ արինք աղբեր։ Դու ես ասես սիրուն դրես, արկե ստեղծագործ է։ Աղբեր հյուրատուն, թե դու քո համար ես այդպես սարքե։ Ընկերս, այդ մի հատ տուն մի գիտես մերը որտե, այդ նախքան գյուղամեջ մտնել է ճախտուտակի տունը։ Հա։ Էն էլա քոնը։ Այ աղբերս։ Շատ լավ տուն է, այն տունը գովացել եմ գալուց, ասեմ մանաս։ Լավ ու սարտակից դուրս չեմ գա, ընկերս, մենք մի օր է որ։ Դե կգանք կհավաքվենք աղբերս, կգանք կհավաքվենք մի բան կանենք իրար հետ։ Տուն լավ որ հանդիպեք ընտելում ենք տուն։ Այ աղբերս, պրոբլեմ չունես, всё, մենք իրար հետ պետք է հանդիպենք։ Հա, տունն է մաման, ես նոր եմ։ Դե всё, դե մտնում ենք աղբերս, լավ։ Լավ, աղբեր, աշխայ դուխով մտենք։ Այկամներ, այս գեղեցիկ ընկուզենու տակից մենք գնում ենք արդեն դեպի Հոկիդարը։ Մայրիկ ուսուս Բենո կազմակերպել պատմությունը։ Պատի բարի ո՞նց ես։ Ես ո՞ր հարսիկի ծնունն է։ Հարսիկի ծնունն է։ Եկին տարին է։ Ձեր ծնունն է։ Բարի ձեզ շնորհավորում ենք։ Կարա բայց գա տատի մոտ, էլ եկեք տատի մոտ, որ տատիկը ծափեր տա, հա։ Կոմեն հայացքը Գանք բերենք հերոներից։ Ատի ջան, քո գլխավորությամբ, որ 100-ամյակից գամ անպայման, շնորհավորում ենք ձեզ, ուրախություն, սեր ու հարգանք ենք բերել, իսկ թե որտեղից կա ասենք։ Կապն կաստավ։ Ապարես, ես քաղցելությունը կազես։ Ժպտացեք, ուրախացեք, դուք սրբություն եք, ձեր երեխաները բոլորը ձեզ շատ են սիրում, բայց այս անակնկալը հատուկ մեր Բենո աղբոր կողմից, որ նրա շատ սիրելի սուրբ մայրիկն եք, լավ ունեք Մեր կյանքի հույսն ես, մեր սրտի ձայնը հակար չվախենաս Դու քորերն ես մեզ նվիրել Քո գիշերները Բարգանք իմացեք ձեր հոգին շատ սիրում ան Լավ եղեք Բենոյի ո՞ց եք ճանաչում։ Բենոն, բաս սարերում այմա պոստերն է, ճանաչում եմ Մեր հզոր զինվորն է Աստատին ուզել է։ Հա Աստատին ցողդականային։ Հեսա կգա տատի մոտել, հեսա բաշումն է, պրսում ագա են Դե նստեց հոգով։ Դեզ ես լավ ու բարձր տրամադրություն ոտներս խերով ձեր օջախ, մենք գնում ենք, դուք էլ մնացեք չէ, մենք պետք է գնանք բան, ինչա, էջ միացինք, հա Ես Բենոն է իրա ձերով սաղ սարքել Ապրի Բենոն, ապրի Ուժու երան Բենո աղբորը, որ այսպես սիրուն տեսնում ոնց է սարքել, ինչ հավես ունի
Այդպես օրենս ռապուշկանը դոդիցա ճա, այս բաչայից վերցրել ենք դերնստի։ Դրանք դա ախպերներ։ Լավ մնացեք։ Ապրեք։ Ման կարողա չդնենք լիսկավորման, այդտեղ կհասկանանք ով անես, նստի։ Հիմա կհասկանանք, էլ ոնց ենք անում։ Ահա, դե լավ ախպեր, всё, մնացած է այդքանը, ես հեսա հասնեմ, որ զալնեք։ Աղալի կողը որն է, լսի հին։ Հա, շլամբավայով մտնում իշնում եմ։ Շլամբավայով մտնում ես աշմիջիշ գալի։ Աղալը հաջորդը, առովները, ոտու հասնես, զանգա, ես դիմավոր եմ իշնում։ Դե գամ ու զանգ անեմ ախպերս, ես էշմիածին եմ հասել արդեն ու գալիս եմ։ Սա ոնց է անենք, ստե ասեմ։ Ախպեր, ընդ է կգամ տեղում կպալի մեր սարտով էլի։ Всё, ցավը տա։ Լավ իմ ախպեր, լավ։ Լավ ամշախտ։ Բարեկամներ, հարգանքներս, մենք հիմա գտնվում ենք մեր հայոց Սուրբ քաղաք Էշմիածնի ճանապարհին։ Այստեղից մենք պետք է աջ թեքվենք դեպի Մեծամորի կողմ, աջից Հովհաննեսը ֆիքսեց Կալեսո Ուդաչին, այո, սա շատ լեգենդար կարուսել է, որը տասնամյակների միջով անցել եկել հասել է մեզ, ուղղակի արդեն էլ չի աշխատում, բայց նրա տված էմոցիաները թարմ են, որ նայում ես, պատկերացնում ես, ինչքան մարդ է ուրախացել նրա մեջ նստած, բարձրացել, իջել, մի խոսքով էլի պատմություն ունի, կապ չունի, որ ինքը երկաթի կտոր է, անպայման պետք է դա հաշվի առնես։ Իսկ հիմա մենք ընկերներ գնում ենք նոր Դվին ռեստորանային համալիր, որտեղ մեր Արտուր Անուշ աղբոր հայրիկի ծննդյանորն է եւ նա որոշել է իր հայրիկին աննակնկալ կազմակերպի մեր միջոցով, ինչպես նաեւ մեր Խաչիկ մեծ աղբոր կյանքի կեսին պետք է ծաղիկներ տանք 101 վարդ, մեր տիկին բավականին պետք է նվիրենք ծաղիկներ, իհարկե մեր մեծ աղբեր Խաչիկի ձեռքերով։ Նա պետք է շնորհակալություն հայտնի իր տիկնոջը այսքան լավ իրեն պահելու եւ առողջ պահելու, ուշադիր լինելու համար, չէ՞ որ մի ամբողջ կյանք են իրար հետ կիսել ու կիսում, եւ այդ սերը տեսել է մեր Արտուրը իր կնոջ հետ Արմինեի հետ միասին, դրա համար էլ որոշել է եւ մայրիկին շնորհակալություն ասել եւ հայրիկին եւ իհարկե կազմակերպել է մի մեծ տոնախմբություն, մի մեծ գեղեցիկ առիթ, որտեղ մենք էլ մեր դերն ունենք ու մեծ սիրով գնում ենք դա անելու, կազմակերպելու։ Հիմա ճանապարհը ուղղակի սքանչելի է, դրախտային, տեսեք ընկերներ, ինչքան սիրուն է ճանապարհը։ Այնքան գեղեցիկ է, որ անգամ մեր մեքենան էլ է գեղեցիկ մայրամուտ ֆիքսել, ուղղակի չի ֆայմում, որ ստեղ էլ Արագածը նկարի, այն Արագածը երևում է։ Այդ պահը նա չի ֆայմել, բայց ոչինչ, կամաց-կամաց կսովորացնենք, որ նա լրիվ հայաֆիկացվի։ Նշեմ, որ այս մեքենան առանձնահատուկ է հայոց լեռնաշխարհում, շատ քիչ կա սրանից, մեկը ես եմ քշում, մեկն էլ 6 ուժեղ տղա, ողջան։ Շատ քիչ է սրանից։ Այսօր սաղոր ման ենք եկել, չենք կարող գտնենք։ Էլ ով ունի Xpeng G6, ով ունի ծանոթ, որ էս ավտոից է քշում, էլ իրան ասեք թող ասի իմանանք, ծանոթանանք, ընկերանանք։ Շատ լավ է ամեն ինչ։ Այս ավտոն լրիվ սիրտս է մտե, շատ հարմար է իր այդ տեղ գնալը։ Ասենք որ հոգնում ես, ասում ես ախպեր մի քիչ դու քշի, ու ինքը սկսում է քշել, տեսեք, սկսեց։ Ինքը իր համար գնում է։ Ուղղակի մի հատ պահ կա, որ պետքա ճիշտ բային դու վերցնես ղեկը քո ձեռքերի մեջ, որ ճանապարհ փոխես, թե չէ ես ճանապարհ այսպես կբռնի կետա կհասնի հոկտեմբերյան։ Ինքն էլ որ Porsche-ը շփվել է, գիտի որ Porsche հոկտեմբերյանցի է, այդպես ուզում է այդ համատ իր թաղերը ֆռա հարցնի իր ձև տղա է Porsche-ել է։ Ասել ասում եմ թարգի այ չինացի։ Քո համար լրվի քո սուշիները կեր։ Ինչ ես էլ ընկե էսյան էա։ Իրար հասկացել։ Հիմա լրիվ ամեն ինչ լավ է, արժևում Դվին, նոր Դվին, ռեստորանային համալիրն է, որտեղ մեզ այսօր այս պահին սպասում են ընկերներ։ Ապրես, բայց ինքը որ աղջկա ձենով է խոսում, ներվենան, մարդ տղա է, սա տղու ձենով խոսա։ Դերասան է լրիվ, արա ձենը փոխած է խոսում։ Հիմա գնանք հավեսով մեր համար հասնենք նոր Դվին ռեստորանային համալիրի ավտոկայանատեղին, որտեղ բազմատեսակ մեքենաներ են կանգնած եւ շատ հաճախ ասեղ գցելու տեղ չի լինում, որովհետեւ այստեղ միշտ առիթներ կան նշելու, որովհետեւ այստեղ բարձրակարգ է ամեն ինչը, մարդկանց դուրը գալիս է ու գալիս են, էլի։ Ընկերներ, հիմա Tesla-ին հետևելով վարում ենք, գնում ենք առաջ, այս մեքենայից շատ զգուշ պետք է լինես, որ հանկարծ հատակը չդմփացնես գետին, որովհետեւ հնարավոր է մարտկոսները ծռվեն։ Հրկիզվի, բռնկվի հրդե, որի արդյունքում ինձ ու իմ ու Հովհաննեսից մնա միայն մոխիրն էլ տանեն են հնդկական ձևերով ցրվեն օվկիանոսը ու այդքան էլի մեր վերջը, ասենք էդի մեզ պետք չի, չէ Հովհաննես, դու չես ուզում, չէ մոխարանաս։ Ուրեմն ես կը ջոգես արագ եմ քշում բլատոկների մեջ կհիշացնես, որ սա այրվելու հակումներ ունի։ Պետք է
պետք է նորը ընդունենք նոր ձևով եւ ընկալենք, որ հնարավոր է։ Մեծ աղբեր, ես կարճաժամկետ մտնող ելնող եմ։ Դու ստես գալնելու, չէ՞ հետ գալուս, որ ես քեզ ասեմ մերսի։ Դե մեկ 15-20 րոպե, հա։ Ես սուտ է, հայ 15-20 րոպեն։ Դու զգացել ես, բայց դու լավ բան ստե ֆրցրիր, դրա համար աբրիս։ Դու շատ խելացի մեծ աղբեր ես, շնորհակալ եմ քեզնից։ Բայց կբացես, չէ՞ որ հետամ։ Աբրիս ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Բարեկամներ, կա թյուր կարծիք, թե էլեկտրոմոբիլ քշողները քծի մարդիկ են, բայց այդպես չի։ Չհավատակ հանկարծ ու երբևիցե։ Չհավատակ այդ պահին, այդ բանին, որ քծիբ են նրանք։ Անուշ աղբեր Ազերբարին, ո՞նց ես։ Մեռնև սրտիդ, որտե կայնեմ, որ ապահով լինի մի 10 րոպե, 15 րոպե։ Ստեղած անում դե 60-ամյակ։ Այ բնգերն եկավ, այնա։ Բա աղբեր մտածում էր Porsche-ով եմ գալու։ Ես ուզում եք այս զանգի ասեի։ Աղբեր ո՞նց են քեզ դիմավորելու։ Դե նա դիմավորիկ աղբեր, մնում է կանգարի տեղ գտնեմ ինձ համար հարմար։ Էս մեր ավտոներն են սրանք։ Հաստել կարամ կայնեմ, ճիշտ է։ Կարամ չես թե աղբերս, հա մերն այլ մեր առիթը նա կարող ենք փակել երբ ինչ-վեպից է ամեն դեպքում։ Գնանք գեղեցիկ կանգար կատարենք ընկերներ, այսպես հավեսով, ահա։ Շատ գեղեցիկ ստացվեց, խռովվածի հոտ է գալիս ընկերներ։ Սա լավ խաբար է, ինչ խոսք։ Խորովածը հայկական է եւ գեղարվեստական է, պարկինգ դնենք, իշնենք, տենանք, ինչ ենք անում։ Հովանես, ծղզում ես աղբեր, իջի սկսի։ Բարև ձեզ։ Ինչպես եք, Մարինե ջան, լավ եք, հա, ցավը տանեմ։ Սա տոշնի այն առաջվա պես անտիր առաջա գնում։ Մենք էլ ենք լավ, այնա տորթով ծաղիկով եկել ենք հոբելյարն ուրախացնենք մեր մեծ աղբեր Խաչիկից անունա, չէ՞, այսօր հավաքվել են բոլոր բարեկամները։ Ծաղիկներով։ Ծաղիկները տալիս ենք կնոջը։ Տիկին բավականին նրա տիկնոջ։ Դուք ոնց եք, դուք լավ եք։ Լավ եմ, լավ, հեսա, այսքան լավ եմ, ավտո եմ գնել նոր։ Բայ շնորհավոր լինի ուրախ։ Լավ մեքենա է, փոխը ձեզ ավելի լավերը։ Լավն է։ Պուպուշա չէ, սիրունա չէ, տուֆտա չէ, սիրունա։ Հա։ Դու ոնց կարաս սուպեր ծաղկոտ։ Հիմա գանք տեղավորվենք ստեղ, այստեղ տեղավորվենք, գնանք, ասես գանք ձեր կուպե նստենք, այսպես հավեսով, մինչև որ պահը կգա կհասունանա վրա կգա, էլի։ Հա, կադրային պահեր աստե, Հովանես նստի հակարծ շատ ոտերը չցավա։ Հա, գալիս է Արտուրը ընկերներ, ինչ է նախարարի անունը։ Խաչիկ։ Խաչիկ, օ, Հոբելյարի անունը կրողն է, Արմինե քույրիկն էլ եկավ, հա։ Այո, աղբերս։ Ինչ։ Միքայել։ Միքայել։ Հա, հանդիսաբար մեր Միքայելն է։ Միքայել։ Այն որ հիմա բանի մոտ ենք, նա։ Հաղորդավոր, հա։ Մեր Միքայելն է։ Տարիքով Միքայելը, չէ՞, տարիքով նա 40+, հա։ Մեր Միքայելն է։ Ջան։ Միքայելին որ ասես ես մեկ այնքան կուրախանա։ Հա։ Մատ ուրախ երկը դնի կպարեք, հա։ Շատ լավ հանդիսաբար է մեր Միքայելը։ Օ, Խաչիկ։ Խաչոս, աղբերս ջի։ Դավիթ ահանում, Դավիթ։ Մեռնեմ քեզ։ Ջուն։ Ինչը դուրը չեկավ, կա սոված, աղբերս մարդ սոված է, խորված կերել, հա։ Գայցա։ Ջան։ Շլովը լացում, բայց ունջոն, մենք ստենք, պապան կողը տա, չմտացել, ընդհանրապես մի վարդյա մի մտացել։ Ջան։ Աղբեր կա հա մի հատ ես տորթի ստանքուտի։ Սոպան ինչ է դա։ Դապ, աղբեր, Դավոյան։ բա ասել Խաչիկ։ Խաչիկը հոբելյարը։ Ագիտեմ որ օպելար, դավոս կեր աղբեր, կեր, այ նյամ արա։ Հրետես ամոր չի։ Հա, լացումա, պապա դու կեր գոն է, արկաղա դու տաս վերցի։ Դուրթողուտի աղբեր, դու մի կեր տուր իրան։ 70 ամյակը ոլորեց և նա արդեն մեծ ու գեղեցիկ կյանք ապրած, շարունակում է դեռ ապրել, այսօր մի հատ պաուզա է տվեք, հեփ անում, որ էլի սկսի ապրել։ Արտուրից պես տաղա ունի։ Բա աղբեր ունես։ Այո։ Ուր են։ Մենք ստեղ ենք Յակուտիա։ Յակուտիա էլ աղբեր ունենք, անուն ի՞նչ է։ Արտակ։ Արտակ ջան, պրիվետ, ցավը տանեմ, պրիվետ։ Պապան քեզ էլ է շատ սիրում, այնպես որ հենց հարմարելի արի աղբեր։ Հենց հարմար կլի, բայց այս վերջի վախտերը։ Էջ բարեկամներ, սպասենք մինչև նոր ֆոտոներ կգա տպելու։ Հա, բացեց աղբեր, ես հայ-հայա հասնում էի, հա։
Բարեկամներ, արդեն հաշված րոպեներ եմ ընդդում, որ մեր Միքայելը քայլանի գահասնի մեզ բռունցքանի դուխով, այո։ Ես սպասում եմ նրան, իսկ հիմա ուզում եմ ձեզ ասել, որ Հոբելյարը հնարավոր է ինձ չճանաչի, շատ հնարավոր է, այդպես են ասում որդին եւ հարսը, ես ինչ իմանամ, կա չճանաչի, որ չճանաչի, կմտած ես ով է եկել։ Ամեն դեպքում ինչ էլ լինի, հաճելի է լինելու, ուրախ է լինելու, հուզումնալից է լինելու։ Բայց հիմա ես ուզում եմ բոլորի ներկայությամբ հարցս ուղղել Արտուրին, Արտուր մենակ ասեմ Արտուրի կողմից, թե ասեմ երեխեքի բոլորի կողմից Արտուրի գլխավորությամբ։ Ասեմ բոլոր երեխաների Արտուրի ընտանիքի գլխավորությամբ, հա, որ բոլոր երեխաների սերը զգա։ Երկու տեսքեր աղբերը, երկու տեսքից նաև մեր Արտակն է հոգով սրտով հայրիկի կողքին, հո պապան չէ աղբեր։ Հա, էլի պապա է, ինչ տարբերություն։ Լսար մեծ աղբեր։ Լսար ինչ է լավ։ Ասում եմ պապան, ասում է չէ, աները սա։ Ոնց։ Ոնց ասենք պապա, չես պապա ես։ Պենը բանը սաղ արածա։ Արա եկել եմ ընկեր։ Նա այդպես ոնց է քացվատակա տվեք ցեյանը։ Միքայել, դու շատ լավ ես երգում, այդ ո՞ր երգներ, այդ ի՞նչ ստեղծագործություն ես։ Բալեկի երկներ։ Բալեկի երգը, դու գիտես, չէ։ Ցավտոն։ Աղբերը։ Դու երկու տեսքից ես եկել, թե մի նսկից։ Ապերետի ուրդ է։ Էդի ո՞րից ես դու եկել։ Ռուսաստանները։ Սպիտակ արջեր են ըլում ինչ-որ բան։ Հա, բան, Յակուտիա։ Հա։ Կամչատկա։ Ցուրտը տարավերի մազերս։ Այդ ես քեզ այն վաղ հիշում ես ընկերներդ ասում են գործ չունես։ Այս լավ ասեց։ Սենց փոշու շորով ավելի հարմար է ժողովուրդ ջան։ Դու իմ այս կուտես տալիմներն տենց էլ եմ։ Տարիս փոշու շորով։ Եթե օրերից մի օր ես Միքայելի սաներվածքից ունենամ, ուրեմն մացեք իր մաղթանքներն տեղ ասել։ Վայ Աստված ոչ անիս ես մաղթանքս տեղ ասի։ Թո ամենալավ մաղթանքս։ Դե ուզում ես Միքայել, քայլ անենք, սկսենք անակնկալ։ Ցանկանում եմ, ինքը շատ բարի մարդ է, ինքը մեր հայ ժողովրդի կողքին է ամենտեղ, ամենուր, անկախ հեռավորությունից։ Ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին, քեզ քո ընտանիքով ցավդ տանեմ։ Քեզ շատ ենք սիրում։ Դե մտնում ես, հայտարարություն տարածում ես, ես էլ եմ գալի։ Ահա բարեկամներ, արդեն կարելի ասել սկսում է ուրախությունը, ես չգիտեմ, հիմա մեծ աղբեր Խաչիկի իսկ ճանաչի թե չէ, բայց որ ճանաչի հաճելի կլինի, էլի, ասենք որ չճանաչի, մի քիչ կար։ Ես դու եմ սապարություններով դիմավորեմ մեր հյուրի, ես իպես չեմ ասել, հիմա ընկերներս մտնի, մեր հայազգի կողմից սիրված շատ քաղցր ընկեր, սապարություններով ես տետանեմ։ Շնորհակալ եմ Միքայել ջան։ Կացրիչ, իսկ հիմա բարեկամներ շատ լավ ծափեր էին, բայց ավելի լավ ծափեր տանք ավելի բարձր եւ այստեղ հրավիրենք մեր մեծ աղբեր Խաչիկին այսօրվա Հոբելյարին ու պատճառով դուք հավաքվել եք այստեղ։ Ինուր փախից կարթեն աչքերում իմ հոր Որ ուզում եմ տալ, մեծ աղբեր, դու գիտես ես ով եմ։ Անտիրա որ չգիտես, հիմա մտածում ես ասում ես ով է եկել լա տորտով կայնել այ Որդիական սերն է իմ սրտում Ես ինչ լավ տորտ են թխեք քո համար, ես ինչ մաղթանքներ է։ Չէ, էլի ծնունդ ունենք։ Էլի 5-ա գրա։ Խաչիկի ծնունդն է, լա։ Փոքրի Բա ուրա փոքր եղել։ Հա։ Խաչիկ գրել արի, հեսա, երկու խաչիկներով։ Հիմա ես ուզում եմ այս քաղցրությունը փոխանցեմ քեզ։ Վերցրու։ Արխային։ Այսօր ինչնա շատ քաղցրություն է, դու էլ քաղցր կյանք ես ապրել, դրա համար բոլորն են քեզ շնորհակալ, բայց մարդ կա, որ առանձնահատուկ, սենց կյանքը քո համար կտա քեզ այդքան շատ է սիրում, ծափեր տա քեզ հրավառությանը Մեր համար շատ է ստանջվել մնացել արթուն Եվ ես նկատեցի ձեր կողքին է հիմա ձեր կյանքի կեսը, դիկին բավականը, հարգանքները, սարքները լույս լինի Սիրուն անակնկալ, շնորհակալական անակնկալ, այս սալյուտն էլ չի պրծնում, որ շարունակեմ, ահա, պրծավ։ Հիմա սկսում ենք հաջորդ էտապը, ես հիմա կվառեմ մոմեր, որոնք կախարդական են, ցանկություններ են կատարում, երազանքներ, ինչ ուզես կկատարվի, բայց մի հատ հարցն ամ, դու ունես երազանքներ։ Հա, ասա ունես։ Լիքը, աս լիքը։ Որ քո շատ երազանքները բոլորն էլ կարող են կատարվել, եթե դու ուլտես լրջով երազանքդ պահած ես, մոմերը փչես, ծափերն էլ աստղ չի ուշանա։ Հիմա մեծ աղբեր Խաչիկը պահում է իր երազանքները, բազում ու փչում է մոմերը, ծափերն էլ այդ
Փորձանքն ամեն ծնով Ապրեք Ես զգում եմ դու շփոթված ես մի տեսակ չես հասկանում ինչա կատարում չէ Հələ ասենք չես մտածում հետո վայ եկել այսքան խոսում է Չես մտածում ես ով եմ Դե ասեմ ես ով եմ Ես նմանատիպ լավ գործեր եմ անում Գալիս եմ շատ լավ մարդկանց Ծննդերը շնորհավորում եմ իրենց հարազատների կողմից Հիմա դե հարց տամ քեզ մեծ աղբեր Ում կողմից կներ ես անակնկալը Կարաս ասես չեք Արտակիս իրավ Երկու տսկից, չէ, Արտակի կողմից չի, բայց Արտակը շատ է սիրում մամայի պապային, դրա համար, հələ չենք ասում ում կողմից է ես, մեր օբելյարին կնվիրեմ, չէ, կտամ ծաղիկներ, որ նվիրի իր կյանքի կեսին մեր գերկի պաչի կանի, հələ մատալը ժիգյարով հələ մեր գերկի պաչի։ Իմ սիրտն ափերիտ մեջ Կրկնում է որ սիրում եմ քեզ իմ սեր Անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ Շատ ժիգյարով է, այնքան կրակով է, որ պայթուն տեղի ունեցավ երկնքից փայլը Հիմա նորից մոտենամ ու հարցեր տամ, հա, ես պատկերացնում եմ դուք շատ եք ուզում, որ Արտակը այստեղ լինի, բայց նա այստեղ չի, սրտով հոգով ձեր մոտ, հա, բան չասիմ, շատ է սիրում մամային, պապային, բայց էլի մարդ կա, որ ձեր շատ է սիրում և ով կլինի այդ մարդը։ Պատկերացրեցի արդեն։ Դե ով է։ Արդեն լսեցի։ Այդ երեխեքի խավոր է։ Քավոր է, քավորը իր հաղորդություններն արդեն նվեր է, հա, քավորն էլ չի, դե լավ, որը տես դժվարանում ես, ես կօգնեմ քեզ, անակնկալը, էլի երկու տսկի մատախարն է, բայց հիմնականում ես գեղեցիկ անակնկալը, ես սրտամոտ անակնկալը, լավ մաղթանքները, քո ամենափոքր տղայի, Արտուրի և Հարցիկ Արմինեի կողմից Մակն է իջնում օրեցով Մին ուրբախից կարդեն աչքերում իմ հոր Ես մեծանում եմ Պատկերացնում էր, որ կաղայի ինքը էտի արածել է, հա Որդյական սերն է իմ սրտում զորանում Հայր իմ հույսն ես մեր տան, բարի լույսն ես մեր տան Դու մեր գլխից անպակաս գետախառնություններ էր, ես էլ ուզվեցի, բայց կարելի է մատսեց աշկերը թրջը վերել, մեր կատ արցում մեր տան, դու մեր գլխից անպակաս Դե ուրեմ իմացի, բոլոր քո երեխաները ուզում են, որ այսպես միշտ լավ պահեր ապրեք, ուրախ լինեք, որ իրանք ձեր ներկայությունը միշտ զգան, ձեր միայն ներկայությունը իրենց համար օրհնություն է ամբողջ կյանքի համար։ Հիմա ես տամ այսօրվա ամենախորհրդանշական նվերը վերցրու, բաց ու երկուսով հիացեք, տեսեք ինչ նվեր են բերել հələ։ Հələ բաց էդի, հա։ Հան այդ շիշը։ Լավ է, էլի որ չիմացար ես ով եմ։ Տեսար ի՞նչ ա գրած։ Հայր իմ քեզանով, հայր իմ հույսն Լավագույն ծնողներին, միշտ լավ լինեք, առողջ լինեք։ ես մեր տան, դու մեր գլխից անպակաս Իցել, բոլոր տեղերից ձեզ շատ են սիրում, ձեր երեխաները, թորները, ծորները։ Շատ ապրես տղա ջան։ Ձեզ լավոր բարձր տրամադրություն, քեփ արեք, այս տորթներ մարդը մասը որ այսքան տորթ ուտի, այս ինչքան տորթ կա։ Դե ձեզ լավոր բարձր տրամադրություն մենք հեռանում ենք, դուք էլ ծափերով մեզ ասում եք, հեռացեք, մենք էլ հեռանանք, էլի գնանք։ Միքայել, շնորհակալ եմ եղբայրս, շնորհակալ եմ, հապրես, դու շատ լավ մեզ դիմավորեցիր, ես հուզված եմ։ Մենք միշտ ուրախ ենք բարի մարդկանց, Ստեփան ջան, քո ներկայությունը աղթում ես։ Չէ, ախպեր, կայնի։ Փախուստի եմ դիմում, փախուստի։ Անები տամնս հետո է, դու Հետո ջան, մեռնեմ քեզ, դու եկար այսքան սենց լավ, սենց սաղ, ես աղբորը սաղ ձևի նայում եմ, գիտես, չէ։ Դե ջան ուրեմ, ախպերս, ինչ ես առաջարկում, ինչումն է առաջարկը։
Որ իրար հետ մեկ խմենք մենք էս աղբերը։ Ես ընդհանրապես չեմ խմում, բայց արիթանք մեծ բաժակ կլցենք խփեմ, ասենք խփելը հարց չկա, բայց ես չեմ բայց դի խմենք աղբերը։ Դու խմես, ես էլ խփեմ։ Կլոր ֆարենգերոջս մոտա, Porsche ծախում եմ, ես էլ քշում եմ։ Հալալ լինի քեզ աղբեր։ Հապակաս աղբերս այսպես մի շատ էլի ձեռդ ուժեղը լի գործետ էլի եմ ասում, եղեգնաձոր ինչ էլ կլի աղբեր, իմացի որ ընդ աղբեր ունեն։ Վարդը ուզեց աղբեր։ Այդ ծերեն են ծերը։ Այգեձոր, Այ, ագարակաձոր։ Ագարակաձոր։ Էլի մերնի, ուրիշը չի։ Ասեմ աղբերս նախ հարգանքներս 077 077 061 222 Всё, Ստեփան։ Ես քեզ շատ եմ տեսել։ Ջան աղբերս։ Դոկի մեջ աղբերս։ Այն պռուկան չես վերցես մոխրամանի։ Երբերս հանգստանում եմ։ Հա, դա վարդ է, արխանգստացու, ես էլ ասի տանեմ։ Դելանք աղբերս ձեզ լավ օր, հիանալի օր, քեֆ արեք, ուրախացեք։ 2 օր հետո, 2 օր Հա? Հա, Ստեփ, Ստեփան, ոնց հարմար է, էլի, ոնց քո մոտ տպավորված կլի։ Հա? Հա, վաղը, դե գնացինք։ Աղբերս հելանք, ցավը տանեմ, ապրիս։ Հա, բարեկամներ, ինչպես նկատեցինք, մենք շատ գեղեցիկ հրաժեշտ ենք տալի։ Հա, այնից էլ անես է աղբեր։ Մենք հիմա շատ գեղեցիկ հրաժեշտ տվեցինք մեր բարեկամներին եւ հեռանում ենք դեպի Եղեգնաձոր, գնանք մի հատ մեր անուշ աղբորը վերցնենք ու գնանք ես Որդվին ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ ընկերներ բազմատեսակ առիթներ են, բոլորն էլ ուրախ ու գեղեցիկ։ Իսկ մենք այս ուրախության ու գեղեցկության մեջ փորձում ենք ամեն անգամ մեզ գտնել համովոտով տեղը տեղին։ Իսկ ով մեզ հետ է, դրա համար հարկավոր է լայքել, բաժանորդագրվել լինել մեր Արոյի մեքենան, հա։ Մեր հանդիսավար Արոն է այստեղ խզարում հիմա, նա շատ ուրախ ճաշակով եւ տարբերվող ճաշակով տղա է, այո, տեսեք ինչ մեքենա ունի հալա, երկու գունանի։ Սև ու կարմիր, նրա ուղեկցող գույներն են, դրակոն էլի, դրակոնային համալիր է նրա մեքենան։ Մենք էլ միշտ Օ, շատ գեղեցիկ է բարեկամ, հրաշալի ուղակի, հրաշալի։ Շատ սիրուն մայրամուտ է առջևում, իսկ մենք այս մայրամուտը վայելելով գնում ենք դեպի Եղեգնաձոր։ Ամեն անգամ ես հիանում եմ արմավիրյան մայրամուտներով, նրանք տարբերվող են եւ արտասովոր։ Եվ իհարկե այս ճանապարհը, որտեղ անխնա մեքենաներ են միշտ գնում գալիս, հա շատ սիրուն է, Հովանես։ Մնում եմ երկու հատ ծիրտիկ են ճյուղի վրա ծալվել էր աղբերս, լրիվ կընկերներ տեղ, բայց որ չի ծլվելում, սենց էլ կլինի, ոչ խնդիր չի։ Հիմա մենք ընկերներ ուրախ տրամադրությամբ շարունակում ենք մեր ճանապարհը, շնորհակալ ենք ուշադրության համար, իսկ ձեր ուշադրությունը դրսևորելու համար լայք եք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, մենք էլ մեծ սիրով կկարդանք ու ձեր գրած մեկնաբանությունները հաշվի առնելով կշարունակենք մեր առօրյան մեր գործունեությունը։ Հալո Այկոյի զինվորներն են, մեր քաջերն են կադրերում ընկերներ, նրանք գեղեցիկ քայլվածքով զինվորին հատուկ խիզախությամբ գնում են դեպի իրենց նշանակության վայրը։ Մենք էլ հիանում ենք ու անփորձանք ծառայություն ենք մաղթում բոլոր զինված ուժերում գտնվող մեր բարեկամներին, մեր անուշ աղբերներին։ Անփորձանք ծառայենք վերադառնանք ձեր օջախներ բարեկամներս։ Մենք է գնանք։